Փաստ թերթը գրում է. քաղաքացիական պայմանագրում շատերը պարզապես տեղները չեն գտնում, քանզի բոլորն էլ շատ լավ հասկանում են իրենց վարկանիշի միակ աղբյուրը Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս ոչ միայն կորցրել է եղած վստահությունն ու վարկանիշը, այլև ներկայում ունի ամենաբարձր հակավարկանիշը, ինչպիսին երբևէ չի ունեցել Հայաստանի ոչ մի ղեկավար։ Ակնհայտ է, որ քաղաքացիական պայմանագիրը ոչ մի պարագայում ոչ մի շանս չունի վերարտադրվելու արդար ու ազնիվ ընտրությունների պարագայում։ Ավելին, քաղաքացիական պայմանագրի շարքերում ակտիվացել են խոսակցությունները, որ իրենց գուցե չփրկեն նաև վարչական ռեսուրսի տոտալ չարաշահումը, իրավապահ համակարգի ներգրավումը։ Մյուս կողմից քաղաքացիական պայմանագրում հասկանում են, որ արտաքին աջակցություն էլ չկա։ Արևմուտքն արդեն նախկին ողջավորվածությունը չունի իրենց հանդեպ, իսկ Ռուսաստանի հետ մաքսիմալ փչացրել են հարաբերությունները։ Ըստ այդմ շատ ԿՊԱ-ականներ մտորումների մեջ են 2026 թվականին ընտրությունների գնալ քաղաքացիական պայմանագրի հետ, թե ճիշտ ժամանակին հեռու մնալ շառ ու փորձանքից։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. կառավարությունը ապրիլի 10-ի նիստում հաստատեց ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու եւ դադարեցնելու կարգն ու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների ցանկը եւ վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը։ Ըստ Կրթության, գիտության, մշակույթի նախարարի ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են, աշխատաշուկան նույնպես։ Թերթի տեղեկություններով այս ամենում ներգրաված է ԿՊԱ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսինը, կինոռեժիսոր Դավիթ Բանուչյանի հետ։ Համաձայն Սոնա Ղազարյանի հայտարարագրի նրա ամուսինը հանրային հեռուստատեսության ֆիլմարտադրության պատասխանատուն է եւ հենց սրա համար է, որ առաջնահերթությունը տրվել է ԿՊԱ-ական պատգամավորի ամուսնուն։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով կառավարությունում, երբ 2023 թվականին սկսվել են հարկերը բարձրացնելու մասին աշխատանքային քննարկումները, նախագիծ է եղել նաև, որ տնտեսության բոլոր ճյուղերի, այդ թվում Հայաստանի տարածքում գործող բանկերի ծառայությունների նկատմամբ ավելացված արժեքի հարկն էլ պետք է սահմանվի։ Սակայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը համարվում է բանկերի հովանավորը, գործադիրում, դիմադրում է բանկերին վերաբերող նախագծի դեմ։ Թերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանի խորհրդականներից մեկն է այս տարվա հունվարից կրկին բերել նման մի նախագիծ, որը դարձյալ չի կարողանում առաջ տանել։ Թե ինչով կավարտվի այս հակամարտությունը գործադիրի ներսում, պարզ չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռ լսում է կողմերին եւ բարդ է ասել, թե ինչ որոշում կկայացնի։ Միայն փաստ է, որ մանր ու միջին բիզնեսի համար շրջանառության հարկը այս տարվա փետրվարից արդեն բարձրացել է 5-ից 10%-ով։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. արտերկրում հավատարմագրված Հայաստանի դեսպանները շատ հազվադեպ են ծախսատար միջոցառումներ կազմակերպում, միայն հույժ անհրաժեշտության դեպքում, ասենք Հայաստանի անկախության տոնին։ Մեր դեսպանները որպես կանոն օգտվում են տեղի հայ համայնքի ֆինանսական եւ այլ աջակցություններից։ Այդ առումով Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը տարբերվում է մյուս դեսպաններից, որովհետեւ աղքատ մարդ չէ, որոշակի ֆինանսական միջոցներ է տնօրինում, որոնք նաեւ ծախսում է իր գործունեության ընթացքում։ Վերջերս մի քանի գինեգործական ընկերություններ Մոսկվա են տարել իրենց արտադրանքը եւ դեսպանը փորձել է աջակցել հայկական գինու առաջխաղացմանը։ Նա հրավիրել է Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրված մոտ 20 երկրների դեսպանների համտեսելու գինին։ Բնականաբար միայն գինով չեն բավարարվել։ Հայկական սեղան են գցել, դեսպաններին պատիվ տվել, ցուցադրել մեր գինու եւ կոնյակի համային առավելությունները։ Գրում է թերթը։ Փաստ թերթը գրում է. ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը դառնալու է Ժառանգության ղեկավար, այսինքն այս կուսակցությունը պետք է դառնար ցածկահարթակ Թաթոյանի քաղաքական հայտի համար առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Թերթի տեղեկություններով, չնայած իսկապես Ռաֆի Հովհաննիսյանի հետ պայմանավորվածություն ձեռք է բերվել, ամեն ինչ իրականում ըստ պլանի չի ընթացել։ Ժառանգության շատ անդամներ, այդ թվում ղեկավար կազմից, իրենց կուսակցության հետ կապված նման զարգացումների մասին տեղեկացել են մամուլից եւ դժգոհություն են արտահայտել, թե ինչու է իրենց թիկունքում այդպիսի պայմանավորվածություններ ձեռք բերվում։ Ըստ այդմ թերթի տեղեկություններով թեման առկախվել է։ Փաստացի առաջիկայում ակտիվ քաղաքականություն մտնելու համար Թաթոյանի մնացել է պլան B, այն է ստեղծել սեփական կուսակցությունը, եթե առաջիկա կարճ ժամանակահատվածում որևէ այլ քաղաքական ուժի հետ հնարավոր չլինի պայմանավորվածություն ձեռք բերել։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում աշխատակազմի ղեկավարը եւ տեղակալները տարբեր ուղղություններով համակարգում են Կրեմլի ներքին եւ արտաքին քաղաքականությունը։ Մինչեւ վերջերս Հայաստանի գծով կուրատորը Դիմիտրի Կոզակն էր, Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Մոտ 1 ամիս առաջ Հայաստանի կուրատոր Կոզակին Ռուսաստանի Դաշնության նախագահը փոխել է։ Նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն, որը համակարգում է նաեւ Աբխազիայի
Հարավային Օսիայի եւ Մոլդովայի ուղղությունները։ Սա մի բանի մասին է վկայում, որ Հայաստանը Կրեմլի համար կարևոր ուղղություն է դարձել եւ ավելի ծանրակշիռ պաշտոնյա է նշանակվում։ Պուտինը վստահում է նրան եւ նա բավականին պատասխանատու ու կարևոր դեր է խաղում Կրեմլում, գրում է թերթը։